ընդհանրապես երբ որ մենք խոսում ենք սոցիալական իրականության ինչ-որ խնդիրներից, պետք է հաշվի առնել այն կոնտեքստը, որում գտնվում ենք, եւ ըստ այդմ կարծում եմ, որ հասարակագետի առաջնային խնդիրներից է հենց նաև թեմայի ընտրությունը, որովհետև շատ կարևոր է, թե մարդը, երբ որ հրապարակային խոսք ասելու հնարավորություն ունի, ինչ թեմա է ընտրում որպես խոսքի հիմնական առանցք եւ թեման արդեն ցույց է տալիս, թե ինչն է կարևորում։ Ես ուզում եմ խոսել ստի մասին, որպես մեր հասարակության եւ ընդհանրապես հասարակությունների բաղկացուցիչ տարրի, թե ինչ դեր ունի սուտը մեր կյանքում եւ ինչպես է այն այդ սոցիալական իրականության մեջ դառնում կառուցակցող էլեմենտ եւ ինչ հետևանքներ է ունենում։ Մի փոքր հեռվից եթե գանք, ապա սուտը որպես այդպեսին բնականաբար որևէ նոր բան իր մեջ չի պարունակում, այն եղել է միշտ որպես մարդկային հաղորդակցության եւ շփման տարր, եւ եթե մենք նայենք այն հեղինակներին, ովքեր անդրադարձել են այս խնդրին, ապա կտեսնենք, որ խնդիրը չնայած մեծ ուշադրության չի արժանանում, այն չափով, ինչ չափով որ կարելի էր ակնկալել, ելնելով այդ ստի դերից հասարակական գործընթացներում, բայց այնուամենայնիվ դեռևս շատ հին ժամանակներից մարդիկ անդրադարձել են դրան։ Թեման հիմնականում քննարկվել է կրոնական կոնտեքստում, այսինքն արդյոք սուտը մեղք է, թե մեղք չի եւ հնարավոր է արդյոք ինչ-որ կերպ համակերպվել այդ ստի հետ հասարակական կյանքում։ Այս տեսանկյունից շատ հետաքրքիր է, որ նույնիսկ Աստվածաշունչը, որը չստելու պատվիրան ունի, միևնույն ժամանակ տարբեր հեղինակների կողմից մատնացույց է արվում Աստվածաշնչյան տարբեր կերպարների կողմից ստի օգտագործումը տարբեր իրավիճակներում, տարբեր նպատակներով եւ մի կողմից մենք ունենում ենք այդ չստելու պատվիրանը եւ մյուս կողմից ունենում ենք այդ ստի ակտուալացումը այդ նույն կոնտեքստում։ Եվ սա շարունակվում է, պատկերացրեք արդեն Աստվածաշնչից հետո ինչքան հեռու ենք գնացել միջև մեր օրերը, ըստ էության սուտը մշտապես այդ ճշմարտության հետ հակադրության հետ է փորձում դիտարկվել, բայց միևնույն ժամանակ, երբ որ մենք խոսում ենք ստի մասին, պետք է հասկանալ, թե հասարակական տեսանկյունից ինքը ինչ կարևորություն ունի։ Եթե մենք շատ լայն մոտենանք, ապա ըստ էության ցանկացած գաղափար իր մեջ ստի էլեմենտ է պարունակում։ Այսինքն, եթե մենք խոսում ենք գաղափարախոսությունների մասին, բնականաբար դրանք հիմնված են որոշակի պատկերացումների վրա եւ տարբերակել այդ պատկերացումների մեջ որն է ճշմարտության մասը, իսկ որն է այն մասը, որը ճշմարտության հետ կապ չունի կամ սուտ է, բավականին բարդ է։ Այսինքն մի կողմից թվում է, թե այդպես խիստ չափանիշ դնել, թե ինչն է սուտ եւ ինչը սուտ չի, հնարավոր չի, բայց մյուս կողմից շատ կարեւոր է հասկանալ, որ այդ ստի հարաբերականացումն ու ճշմարտության հարաբերականացումը շատ կարեւոր հասարակական էֆեկտներ են թողնում։ Այսինքն միգուցե սուտը ինքնին միանշանակ սահմանելի չէ որպես այդպեսին, մանավանդ որ կան ստի տարբեր ձևեր, կա այսպես անմեղ սուտ, մանկական սուտ եւ այլն, շատ ավելի կարեւոր է դիտարկել այն սուտը, որը արվում է որոշակի դիտավորությամբ, որպեսզի դիմացինի մոտ առաջ բերվի որոշակի վերաբերմունք, որոշակի մոտեցում, որին ինքը այդ արտաբերողը ինֆորմացիայի չի հավատում։ Այսա շատ կարևոր պահ է հասկանալու համար այն հետևանքը, որ ունենում է այդ սուտը հասարակական կյանքում։ Եթե այսպես վերցնենք, ապա մեր հասարակությունը մեծ առումով, մեծ հաշվով հիմնված է ստի վրա։ Այսինքն մենք ունենք որոշակի գաղափարներ, որոնց հավատում ենք, որոնց շուրջ կառուցակցել ենք մեր ինքնությունը եւ փորձում ենք այն զարգացնել եւ հենց խնդիրներից մեկն էլ թե ինչու է հասարակական զարգացումը հասնում փակուղի, ելնում է նրանից, որ շատ բանով այդ զարգացումը հիմնված է որոշ գաղափարների վրա, որոնք իրենք ճշմարտությանը մոտիկ չեն։ Սա մեզ տանում է փակուղի, բնականաբար մենք գնալով ինչ որ ավելի ու ավելի
անելանելի իրավիճակում ենք հայտնվում, որտեղ սուտը ունի մի հատկություն, ինքը կծիկի է նման, այսինքն երբ որ ստում ես մի անգամ, ստում ես երկրորդ անգամ, ստում ես երրորդ անգամ եւ ամեն հաջորդ սուտը լինում է ավելի մեծ, քան նախորդը։ Բնականաբար դա չի կարող էֆեկտ չթողնել։ Մեզ մոտ ընդունված է մտածել, որ ամենաստառատ, եթե այդպես կարելի ասել, ոլորտը քաղաքականությունն է, եւ մենք ունենք բազմաթիվ օրինակներ, սկսած Չերչիլի այդ հայտնի արտահայտությունից, որ քաղաքական գործիչը սկզբում պետք է ասի այն ինչ որ պիտի տեղի ունենա, հետո բացատրի ինչու դա չի տեղի ունեցել, ըստ էության թե փոխանցենք սովորական մարդկային լեզվի, նշանակում է պիտի ստի, հետո կարողանա հիմնավորել, թե ինչու էր սուտ խոսում։ Մենք տեսնում ենք նաեւ այդպես բացահայտ իրենց սուտը ընդունող քաղաքական գործիչներ, օրինակ Միացյալ Նահանգները, երբ որ Իրաքի հետ կապված այդ ամբողջ օպերացիան տեղի ունեցավ, որ այնտեղ կա այդ զանգվածային ոչնչացման զենք եւ այլն, հետո մենք տեսանք այդ ամերիկյան քաղաքական գործիչներին, որոնք հայտարարում էին, որ իրենք 18 ամիս զբաղված են եղել ստելով եւ այդ սուտը հիմնավորելով, այսպես ասենք։ Բայց մյուս կողմից դա շատ պարզունակ մոտեցում է, եթե մենք դիտարկենք, թե միայն քաղաքականությունն է, որ մեզ ստում է։ Եթե նայենք մեր հասարակությանը, ապա սուտը ամենուրեք է, ոչ միայն քաղաքականության մեջ։ Սուտը մարդկային հարաբերությունում է, սուտը մեր օջախներում է, այսպես, ճակերտավոր, սուտը մեր ընկերական հարաբերություններում է, մեր հարևանական հարաբերություններում է, մեր մշակութային հարաբերություններում է, մեր տնտեսական հարաբերություններում է, մեր կրոնական հարաբերություններում է։ Սուտը այն է, ինչ հիմա կառուցում է մեր հասարակությունը, ցավոք սրտի, եւ մենք դրա հետևանքները զգում ենք, որովհետեւ մենք անկեղծ չենք որևէ ոլորտում, մենք անկեղծ չենք ընտրություն կատարելիս, մենք անկեղծ չենք կենացներ ասելիս, մենք անկեղծ չենք ինչ որ հանրային բնույթի միջոցառումների մասնակցելիս, սոցիալական շփումների ժամանակ եւ այս կեղծավորությունը իրականում ինչ որ մեկին կարող է թվալ, որ սա ինչ որ փոքր խնդիր է։ Ես կարծում եմ, որ դա այն խնդիրն է, որի վրա կառուցված են մնացած բոլոր խնդիրները, որովհետև չստել նշանակում է ազնիվ լինել այն բոլոր հարաբերություններում, որոնք կարող են հասարակական զարգացման հիմք դնել։ Ազնիվ լինել քո պատմության առջև, ազնիվ լինել քո հասարակությունը կազմակերպող ինստիտուտների առջև, ազնիվ լինել քո կողքի մարդկանց առջև։ Համաձայն եմ, շատ սիրուն է հնչում, միևնույն ժամանակ սիրուն է հնչում ու կարող է դատարկ հնչել, եթե տակը կոնկրետ բովանդակություն չես պատկերացնում։ Սոցիոլոգիայում մի ամբողջ այդպես ուղղություն կա ու շատ տեսություններ կան, այդ առօրեականության սոցիոլոգիան, որը բացատրում է, թե ինչպես են ձևավորվում այն կառուցվածքները, որոնց մեջ մարդիկ ամեն օր ապրում են։ Եվ ըստ էության ամենադժվար փոփոխելի հասարակական կառուցվածքները դրանք հենց այդ առօրեական կառուցվածքներն են։ Դրանք շատ ավելի բարդ է փոխել, քան օրինակ իշխանություններին կամ դավանանքը, որովհետև դա այն ցանցն է, որի մեջ դու ներառված ես, արթնանում ես, ճաշում ես, հանդիպում ես ընկերներիդ հետ եւ այլն։ Եվ կան շատ հետազոտություններ, օրինակ, որ 10 րոպեում մարդը 3 անգամից ավել ստում է միջինում։ Հարցը նրա մասին է, որ կա ստելու սովորություն, որ մի կողմից կա արժեք, ճշմարտություն իբրև արժեք, եւ մյուս կողմից կա ստելու պրակտիկա։ Եվ ճշմարտությունը որպես արժեք ընդունելը հանգիստ կերպով թույլ է տալիս միաժամանակ ունենալ սուտը որպես պրակտիկ գործողություն։ Խնդիրը այս միաժամանակյա գոյության մեջ է այս երկու ըստ էության կարելի ասել հակասող կողմերի եւ սա սոցիոլոգիական տեսանկյունից շատ հետաքրքիր խնդրեմ է, որը նորմալության խնդրեմն է։ Այսինքն եթե դիտարկեք այդ նորմալության խնդրեմը, ապա նորմալ կարող է լինել այն, ինչը նորմալ չի բնավ։
Եվ սա նորմալության էֆեկտն է, երբ որ նորմալը համարվում այն, ինչը ընդունվում է ու հասկացվում է հասարակության մեծ մասի կողմից։ Այսինքն այն, ինչը փոքր խմբի կողմից կամ առանձին անհատների կողմից կարող է բնավ չհամարվել սովորական երևույթ, ստանդարտ, նորմա, միևնույն ժամանակ կարող է հանգիստ այդպեսին լինել այդ հասարակության ներսում։ Այ խնդիրը հենց սրա մասին է, որ մենք ունենում ենք մի իրավիճակ, որը շատ նման է այդ Մաքիավելի նպատակը արդարացնում է միջոցները, այդ ռազմավարությանը։ Ճշմարտությունը արդարացնում է սուտը։ Քանի որ մեր նպատակը ճշմարտության հաստատումն է, մեր նպատակը զարգացած ժողովրդավար պետության կառուցումն է, մեր նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է, մեր նպատակը սա է, մեր նպատակը նա է, միևնույն ժամանակ մենք հանգիստ կարողանում ենք այդ բարձրագույն նպատակին կամ արժեքին հասնելու ճանապարհին հանգիստ արդարացնել մեր փոքրիկ ստերը, որը մեզ պիտի օգնեն մեծ ճշմարտությանը հասնելու։ Ու սա մի պրակտիկա է, որ մենք կարող ենք տեսնել ըստ էության ոչ միայն մեր հասարակությունում, այլև բոլոր հասարակություններում։ Այս խնդրը շատ ավելի սրվում է մեր ժամանակներում, ինֆորմացիոն ժամանակներում, երբ որ տեղեկատվության ազդեցությունը շատ ավելի նկատելի է դառնում։ Այսինքն մենք հիմա խոսում ենք չէ այն մասին, որ տեղեկատվական պատերազմները շատ ավելի կարևոր են դարձել, քան իրական պատերազմները, որովհետև տեղեկատվական դաշտում մենք կարող ենք ունենալ շատ ավելի իրական պատերազմ, քան այդ 100 հազարավոր զոհերը, որոնք պարզ չի զոհվում են, թե չեն զոհվում իրականում, բայց իրանք զոհվում են այդ տեղեկատվական դաշտում ու դա շատ ավելի մեծ էֆեկտ է ունենում, քան եթե իրանք իրականում զոհվեին այնտեղ։ Եվ այստեղ սուտը արդեն դառնում է սոցիալական այդ կառուցակցման ամենաէական տարրը։ Մենք այդ ձեր հետ ամեն օր տեսնում ենք, օրինակ այս վերջին դեպքերը քեսաբահայության հետ կապված։ Մենք տեսանք, թե ինչպես կարելի է նպատակաուղղված սուտը մատուցել որոշակի վարքականոնի հասնելու համար, որոշակի սոցիալական գործողությունների հասնելու համար, որոշակի նպատակների իրագործման համար։ Սա ամենաակնհայտ թարմ օրինակներից է, բայց իրականում այս օրինակները շատ են, իրանք ամեն օր են ու ամեն ուր են։ Իրականում այդ մանիպուլյացիան, որը ստի ձևերից մեկն է եւ ժամանակակից դարում դառնում է շատ ավելի կարեւոր ձև ստի, գրավում է այնպիսի տեղ մեր կյանքում, որ արդեն ըստ էության դժվար է հասկանալ, թե որն է այն ինֆորմացիան, որը իրականում մեզ չի մանիպուլացնում, այլ ուղղակի ինֆորմացիա է տալիս, հա։ Այդտեղ շատ բան կախված է նաև ընկալողի դիրքորոշումից, այսինքն թե մենք ինչպես ենք վերաբերում այդ ինֆորմացիային ընդհանրապես, եւ այդ ընկալումն է, որ մեզ կարող է փորձել ինչ-որ պաշտպանել, հա, եթե մենք այսպես տեսողական պատկերացնենք, ինչ-որ պաշտպանիչ շղարշ կառուցել մեր ու այդ մանիպուլյատիվ ինֆորմացիայի շուրջը։ Դե կոնկրետ քեսաբի դեպքերի հետ կապված մենք մի քանի իրավիճակի զարգացման տեսանկյունից մի քանի շերտ ունենք, ինչը էլի, եթե ավելի գլոբալ ցույց տանք, նույն այդ ստի հետ կապված ռազմավարությունների ցույց է տալիս։ Իհարկե աղբյուրների բազմազանությունը կա, բայց այստեղ կարևոր է նաև աղբյուրի հեղինակությունը։ Այսինքն որ աղբյուրն է, որ քեզ ավելի վստահելի է ու հեղինակավոր է քեզ համար։ Կենտրոնի հեղինակությունը միշտ ավելի շատ է, քան ծայրամասի հեղինակությունը։ Հայերի համար օտարի հեղինակությունը, չեմ սիրում այդ բառը, բայց պատմականորեն ձևավորվել է որպես ավելի հեղինակավոր մի բան, քան տեղական հեղինակությունը, հա, այսինքն տեղական աղբյուրների հեղինակությունը։ Եվ այս տեսանկյունից, երբ որ մենք ստանում ենք միաժամանակ երկու իրար հակասող ինֆորմացիա, մենք հակված ենք հավատալ ավելի հեղինակավոր աղբյուրից եկող ինֆորմացիային։ Սա մեկ, երկրորդը նաև ինֆորմացիայի փոխանցման ձևի մեջ է խնդիրը։ Այսինքն, քանի որ մենք խոսեցինք այն մասին, որ հասարակությունը ինքը կառուցված է ինչ-որ գաղափարների վրա, որը մենք հիմա կոնկրետ այս խոսակցության շրջանակներում անվանում ենք ստեր, ապա որոշակի նոր
լիցքը այդ ինֆորմացիայի տեղի ունենում ավելի մեծ գաղափարի շրջանակներում եւ դրանով իսկ ինքը դառնում է ավելի վստահելի։ Հիմա պատկերացրեք, մեզ շատ ավելի հեշտ է հավատալ, որ թուրքերը մեզ էլի մորթում են, քան որ թուրքերը մեզ ոչինչ չեն անում։ Չէ, որովհետեւ մեր այն սկզբնական գաղափարը, որին մենք հավատում ենք, դա այն է, որ իրանք մեր թշնամիներն են, իրանք ագրեսիվ են տրամադրված, իրանք ուզում են մեզ ոչնչացնել։ Հիմա եթե դուք լսեք միաժամանակ պատմություն են մարդուց, ում հետ պատահել է դեպք, ով ասի, որ թուրքերը իր հանդեպ շատ բարեհամբույր էին, եւ լսեք հավաստի աղբյուրներից, այսպես, հա, ճակերտավոր, որ հիմա շատ ընդունված է հղում անել, հավաստի աղբյուրներից լսեք ինֆորմացիան, որ այդ մարդու հետ տեղի ունեցել սարսափելի ողբերգություն եւ դուք միաժամանակ նաեւ այդ դեպքի մասնակցին ունենաք եւ ունենաք այդ ձեր հավաստի աղբյուրներին, դուք հակված կլինեք հավատալ այդ հավաստի աղբյուրներին ու մտածել, որ այս մարդուն երևի վախեցրել են, ինքը երևի ինչ որ այնտեղ մեր մոտ աշխատում է այդ դավադրության տեսության ամենավարդ ու այլասերված տարբերակները բոլոր իրավիճակներում։ Այսինքն ես կարծում եմ, որ դա շատ լավ օգտագործվեց կոնկրետ այս դեպքում։ Մարդիկ արդեն չէին էլ իրենց վերաբերմունքը կառուցում կոնկրետ քեսաբի դեպքերի վրա, ինչքան կառուցում էին իրենց վերաբերմունքը Եղեռնի հանդեպ, իրենց վերաբերմունքը թուրք հանրույթի հանդեպ եւ այլն։ Եվ երկրորդ էլի կարևոր պահը դա այդպես չթույլատրված միջոց կարող ենք անվանել, դա այն կադրերն են, որ տարածվում էին եւ դրանք արդեն անկախ կոնտեքստից, այն կադրերը, որ տարածվում էին Քեսաբի դեպքերի հետ կապված, դրանք հղում են անում արդեն մարդու այդ որպես կենթանու, հա, բնազդային մակարդակում նրա ռեակցիաներին, որովհետև ինչքան ավելի արյունոտ ու սարսափելի տեսարաններ են, դուք գիտեք, մարդուն հիմնականում գրավում են երկու բան, հա, նույն ֆիլմերի ժանրից, սարսափ ֆիլմերը եւ մեղմ ասած էրոտիկ ֆիլմերը, հա, ուրեմն երկուսն էլ ագրեսիային են հղում անում, այդ ագրեսիվությունը ինքը կենթանական մակարդակում, բնազդային մակարդակում որոշակի բան է եւ նման կադրեր տալով ստանում ես վերաբերմունք էլի այդ մակարդակում։ Այսինքն մի քանի ուղղությամբ մի անգամից այդ տեղեկատվական գրոհը, այսպես ասենք, լավ մտածված էր ու ստերի տեսանկյունից էլ դա այդպես բազմաչափ ստերի մի ամբողջ ռազմավարություն էր, որ այնտեղ կիրառվել էր։ Եվ կարծում եմ, որ ամենակարևորը պետք է կարողանալ դասեր քաղել եւ հասկանալ, որ նույն գետը մենք երկու անգամ, չգիտեմ քանի անգամ արդեն մտնում ենք, դրանով հերքելով են դրույթը, որ հնարավոր չի է տանել։ Փաստորեն հնարավոր է եւ նույն հաջողությամբ, այսպես ասենք։ Ստի հետ կապված մի հետաքրքիր առանձնահատկություն էլ կա, որ ինքը գնալով ավելի մեծ տեղ է զբաղեցնում այն հասարակություններում, որտեղ վերանում է անհատականությունը։ Եվ եթե մենք նայենք այդ ռազմավարությանը սուտը տարածելու, ապա դա տեղի ունենում հիմնականում այն պատճառով, որ խղճի արտածում է տեղի ունենում, այսինքն մենք մեր անհատական խիղճը տեղափոխում ենք կոլեկտիվ խղճի դաշտին, չկա անհատական խիղճ, այդ խիղճը ունի խումբը, ունի համայնքը, ունի հասարակությունը, ունեն ինստիտուտները եւ մենք անդադ դրանց ենք հղում անում ու հենց դա է, որ այդ սուտը արդարացնում է։ Դրան հակադարձելու տարբերակը այդ վերադարձնա դեպի անհատականությանն է, վերադարձնա դեպի անհատական պատասխանատվության ու անհատական խղճի գաղափարին, այսինքն ըստ էության դու ինքդ պատասխանատու ես այդ ստի համար։ Եվ կարծում եմ, որ այդ անհատականացումը, բայց իրական անհատականացումը, ոչ թե այդ միաչափ մարդկանց անհատականացումը, որը ըստ էության կլոնավորում է, ոչ թե անհատականացում, սա կարող է լինել ճանապարհը, որովհետև ստին դիմակայելու համար ամենակարևոր հատկանիշը մտածելու հատկանիշն է, որը գնալով դեգրադացիա է ապրում ի շնորհիվ բոլոր ինստիտուտների,
եւ բոլոր գործընթացների սկսած կրթականից վերջացրած այդ ԶԼՄ-ներով եւ այլն։ Եվ այդ մտածելու գործողությունը իրականացնելու համար մենք պիտի ունենանք անհատ, որը կարողանում է լսել ինֆորմացիան, հասկանալ այն եւ վերաբերմունք ձևավորել դրա նկատմամբ։ Եթե քո մոտ չեն գործում այս մեխանիզմները, ինչպես կարող ես դու դիմակայել ստին։ Դու ամեն ինչ ընդունում ես հալածյուղի տեղ, հա, եւ կախված նրանից, թե ինչքան լավ է քո ուղեղը լվացված, այնքան ավելի լավ ես դա ընդունում։ Այնպես որ կարծում եմ, որ այդ ստին դիմակայելու ռազմավարությունը պետքա լինի հենց մտածող անհատի ձևավորումը։ Դրա համար պետքա ինչքան հնարավոր է շատ եւ բազմազան քննարկումների ծավալում հասարակության համար ամենացավոտ խնդիրների շուրջ։ Սա պարտադիր էլեմենտ է, որպեսզի մենք կարողանանք սովորել կարծիք արտահայտել, կարծիք ձևակերպել, ընդհանրապես հասկանալ դա ինչ է, ինչպես են դա ձևավորում եւ արտահայտում։ Դա իրականում մեծ խնդիր է եւ սկսվում այն պահից, երբ որ մեր երեխաները նույն չեն կարողանում սովորական հարցերի, որոնք դուրս են դասագրքի փաստացի գիտելիք ստուգող հարցերից, այդ հարցերին պատասխանելից։ Այսինքն մենք իրականում շատ խորքային խնդիրների մասին ենք խոսում, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ այդ խոսակցությունը պետքա սկսել, պետքա շրջանառել եւ ծավալել, որպեսզի մենք կարողանանք նաեւ ինչ-որ էֆեկտ տեսնել մեր կյանքում։